Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 14։ Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանքը, և նրանք են, որ ինձ համար վկայում են, և դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։ Հովհաննես 5:39-40 խոսքեր։ Հրեաները կարծում էին, թե հավիտենական կյանքը հայտնված է իրենց սուրբ գրքերում և որ իրենք այն արդեն ունեն, որովհետև Աստծո խոսքը իրենց ձեռքում է։ Սակայն Տեր Հիսուսը նրանց հորդորեց ավելի մեծ ջանասիրությամբ և ուշադրությամբ քննել այդ գրքերը։ Նրանք իսկապես քննում էին սուրբ գրքերը, բայց դա անում էին իրենց սեփական փառքը փնտրելով։ Հնարավոր է, որ մարդիկ մեծ ջանասիրությամբ ուսումնասիրեն Սուրբ Գրքի տառը, բայց միևնույն ժամանակ օտար մնալ դրա զորությանը։ Քննեցեք Սուրբ Գրքերը։ Այս խոսքերը նրանց ուղղված էին որպես կոչ իրենց իսկ վկայությանը դիմելու։ Դուք խոստովանում եք, որ ընդունում և հավատում եք Սուրբ Գրքին, ուրեմն թող հենց Սուրբ Գիրքը լինի ձեր դատավորը։ Այս խոսքերը նաև մեզ են ուղղված, որպես խորհուրդ և պատվիրան բոլոր քրիստոնյաներին քննելու Սուրբ Գրքերը։ Մենք պետք է ոչ միայն կարդանք և լսենք դրանք, այլև քննենք, ինչը նշանակում է դրանք ուսումնասիրել ջանասիրությամբ, ուշադրությամբ և խորամուխ լինելով։ Մենք պետք է քննենք Սուրբ Գրքերը, որպես մեր մեծ նպատակը հավիտենական կյանքը գտնելու համար, որովհետև դուք կարծում եք, թե դրանցում հավիտենական կյանք ունեք։ Մենք պետք է քննենք Սուրբ Գրքերը, գտնելու համար Քրիստոսին, որովհետև նա է այն նոր և կենդանի ճանապարհը, որ առաջնորդում է դեպի այդ նպատակը։ Այս վկայությանը Քրիստոսը հավելում է նաև նրանց անհավատության և ամբարշտության հանդեպ իր հանդիմանությունը, հատկապես այն բանի համար, որ նրանք անտեսում էին իրեն և մերժում նրա ուսմունքը։ Նա նաև հանդիմանում է նրանց, որովհետև նրանց մեջ բացակայում էր Աստծո սերը։ Հիսուս Քրիստոսի մեջ կյանք կա բոլոր աղքատ ու կարիքավոր հոգիների համար։ Շատերը, որոնք մեծապես դավանում են իրենց կրոնը, իրենց իսկ վերաբերմունքով ցույց են տալիս, որ Աստծո սերը չունեն, որովհետև անտեսում են Քրիստոսին և արհամարհում նրա պատվիրանները։ Աստված ընդունում է այն սերը, որը ապրում է մեր մեջ։ Դա այն սերն է Աստծո հանդեպ, որը սրտում կենդանի, գործուն և ներգործող սկզբունք է։